Ելենա Արշակյանի «Ուրիշի ընտանիքը» սերիալում իրադարձությունները նորից կտրուկ սրվում են և Նորոյի կյանքի ամեն մի օրը վերածվում է պայքարի թե ընտանիքի ներսում, թե արտաքին վտանգների դեմ։ Նկարահանումները շարունակվում են, բայց արդեն ակնհայտ է առաջիկա սերիաները լինելու են ամենածանրերից մեկը հենց Նորոյի համար։ Բաբկենի վերադարձը կարծես նոր փորձությունների սկիզբ լինի։ Եթե մինչ այդ Նորոն փորձում էր պայքարել արտաքին խնդիրների դեմ՝ Կարեն, պարտքեր, Ալինայի առողջական վիճակ, ապա հիմա ամեն ինչ տեղափոխվում է նաև տուն։ Տուն, որը պետք էր լիներ ապահով տեղ, վերածվում է լարվածության կենտրոնի։ Բաբկենը վերադառնում է ոչ թե փոխված, այլ ավելի կոշտ, ավելի պահանջկոտ ու ավելի անհանդուրժող։ Նրա մեջ կուտակված զայրույթը դուրս է գալիս ամեն մանրուքի վրա։ Նորոյի յուրաքանչյուր քայլ նրան նյարդայնացնում է։ Նրա համար որդու կյանքում տեղի ունեցող ամեն բան սխալ է, թե ընտրությունը, թե շրջապատը, թե հարաբերությունները։ Նա այնպես է անելու, որ Նորոն ու Մագդան միմյանցից բաժանվեն։ Նա ամեն ինչ անելու է, որպեսզի Նորոյի կյանքն իսկապես դժոխք դառնա, քանի որ կարծում է, որ Արշակը նրա վրա վատ է անդրադառնում ու նրանք չպետք է շփվեն։ Մինչ Նորոն փորձում է հասկանալ, թե ինչպես կարգավորի ընտանիքի ներսում ստեղծված իրավիճակը, նոր հարված է ստանում։ Նա իմանում է, որ Կարենը վերադարձել է, ավելի ճիշտ, նա երբեք էլ ամբողջությամբ չէր հեռացել։ Կարենը կրկին կապ է հաստատել Մագդայի հետ, զանգահարել ու սպառնացել։ Սա արդեն պարզապես վտանգ չէ, այլ իրական ահազանգ։ Նորոն շատ լավ գիտի, թե ինչի է ընդունակ Կարենը։ Նա չի մոռացել, թե ինչպես էր նա հետևում, ինչպես էր ճնշում, ինչպես օգտագործում մարդկանց։ Եվ հիմա, երբ Մագդան նորից հայտնվել է նրա թիրախում, Նորոյի մեկ նպատակն առաջ գալիս՝ գտնել Կարենին և կանգնեցնել նրան։ Բայց նա դեռ չգիտի, թե ինչքան վտանգավոր է Կարենը, և կասկածներ կան, որ Կարենին ուղարկել է հենց Նորոյի հայրը՝ Բաբկենը։ Բայց ամեն ինչ այդքան հեշտ չէ։ Երբ Նորոն վերադառնում է տուն, արդեն լարված, պատրաստ գործողությունների, նրան սպասում է Բաբկենը, և մինչ այդ պահից իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից։ Նրանց հարաբերություններն առանց այն էլ լարված էին։ Բայց հիմա այդ լարվածությունը կարող է ուղղակի պայթել։ Բաբկենը չի ընդունում Նորոյի կյանքը, չի ընդունում նրա որոշումները և ամենակարևորը՝ չի ընդունում Մագդային։ Իսկ Նորոն արդեն այն վիճակում չէ, որ լռի։ Նա չափազանց շատ բան է տեսել, չափազանց շատ բան է անցել, որպեսզի հիմա պարզապես ենթարկվի։ Հավանական է, որ նրանց միջև տեղի է ունենալու շատ ծանր խոսակցություն, որը կարող է վերածվել լուրջ վեճի։ Խոսքեր, որոնք տարիներ շարունակ չեն ասվել, վերջապես դուրս կգան, և այդ խոսքերը կարող են անդառնալի հետևանքներ ունենալ։ Շատ հեռուստադիտողներ արդեն ենթադրում են, որ Բաբկենը կարող է ծայրահեղ քայլի գնալ, Նորոյին դուրս անել տնից կամ նույնիսկ ստեղծել այնպիսի իրավիճակ, որ ամբողջ ընտանիքը կորցնի այդ տունը։ Չի բացառվում, որ Բաբկենը կապված ինչ-որ պարտքերի, փաստաթղթերի, խաղի կամ անցյալի որոշումների հետ, որոնք հիմա վտանգի տակ դնեն բոլորին։ Եթե դա տեղի ունենա, Նորոն կանգնելու է նոր իրականության առաջ՝ առանց տան, առանց կայունության, բայց միևնույն ժամանակ ավելի ազատ որոշումներ կայացնելու հնարավորությամբ։ Սերիալը կրկին ցույց է տալիս, թե ինչպես են արտաքին վտանգներն ու ներքին հակամարտությունները միաժամանակ ճնշում մարդու վրա։ Նորոն պետք է միաժամանակ պայքարի Կարենի դեմ, պաշտպանի Մագդային և դիմակայի սեփական հորը։ Առաջիկա սերիաներում սպասվում են շատ լարված տեսարաններ հոր ու որդու բախում, Կարենի հետ հնարավոր առերեսում և ամենակարևորը՝ ընտրություն, որը Նորոն պետք է անի՝ ընտանիք, թե իր սիրելիի անվտանգություն։ Մի բան հստակ է՝ Նորոյի կյանքում սկսվում է ամենաբարդ փուլը, որտեղ յուրաքանչյուր սխալ քայլ կարող է շատ թանկ արժենալ։ Իսկ մինչ կբացահայտվեն այս և այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, չմոռանաք միանալ մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու-բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Չմոռանաք նաև տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրել ձեր կարծիքը։ Ինչ եք կարծում, հոր պատճառով ամբողջ ընտանիքը կհայտնվի դրսում։ Հեռուստադիտողների մեծ մասը կասկածներ ունեն, որ Նորոն ու ընտանիքը Բաբկենի պատճառով հայտնվելու են դրսում, մնալու են առանց տանիքի ու ստիպված են ընդունելու Արշակի օգնությունն ամբողջությամբ։ Էլիզն, ով մինչև հիմա Արշակին ատում էր ուղղակի,
Նրանից խնդրելու է օգնություն։ Ամեն ինչ դեռ առջևում է, հետաքրքիր զարգացումներ են սպասվում, այնպես որ միացեք մեր ալիքին, որպեսզի լինեք առաջինը տեղեկացված։ Նաև տեսանյութի մեկնաբանություններ բաժնում չմոռանաք գրել, թե ինչ կապ ունեն Բաբկենն ու Կարենը միասին։ Մեր կասկածներով հենց Բաբկենն է Կարենին ուղարկել, որպեսզի Արշակի ու նրա ընտանիքի կյանքն իսկական դժոխք դարձնի։ Բայց ամենահետաքրքիր բացահայտումները դեռ առջևում են, այնպես որ բաց մի թողեք ձեր հնարավորությունը, միացեք մեր ալիքին և եղեք տեղեկացված։ Հեռուստասերիալում շատ շուտով սպասվում են նոր ու ինտրիգային զարգացումներ, շատ շուտով բացահայտվելու են հետաքրքիր գաղտնիքներ։ Դեռ Մագդան չգիտի, թե ինչ կապ ունի Լանայի հետ, Լանան վերջապես դուրս է գրվել հիվանդանոցից, Արշակը նրան հաստատ տանիք է տալու, բայց թե ինչ է պարզվելու դրանից հետո, ինչ կապ ունի Մագդան Արշակի հետ և ինչպես է Մագդան հայտնվել Արշակի ընտանիքում, կիմանաք շատ շուտով։